Իրականում փոխարինում չի եղել է իշխանազավթում, ուրա թե փոխարինում լինել ներեվոլյուցիա զարգացում։ Մենք գտնվում ենք շատ էքստրեմալ քաղաքական իրավիճակում եւ հանրապետականը իր օրինակով ցույց է տալիս, որ դրան պետք է համահունչ լինել։ Ընդդիմադիր ուժերը, որոնք որ գնում են ընտրության, կարծում եմ, որ իրանց հիմնական նպատակը այո, նաև իշխանափոխությունն է։ Փողոցը պարտադիր պետք է լինի անկախ ամեն ինչից։ Կարող է հանրապետականը հենց նախաձեռնի փողոցային պայքարը, այդպես շարունակի մինչև Այո, չի բացառվում եւ դա շատ իրական եւ իրատեսական է։ Ես ասած շատերից ավելի եմ ցանկանում, մեջբեր որ Հայաստան դաշինքը հաղթահարի շեմը։ Բառացի մեջ չհաղթահարի եւ ինչ մեծ կտոր Նիկոլը նվեր կստանի։ Ամենածանր դրոշը, ավանգարդը, լոկոմոտիվը այս պահին ուժեղ Հայաստան կուսակցությունն։ 21-ի դասերը 5 տարի յուրացրել են ձեր կարծիքով։ Կարծում եմ, որ այո։ Էլուր, եթե ոչ, պատրաստ ենք յուրաքանչյուրի թիկունքից հրել դեպի առաջ։ Ով որ դրա կարիքն ունի։ Եթե բոլորի նպատակ իշխանափոխությունն է, վստահ եղեք իշխանափոխությունը կստացվի ընտրություններով թե իմպիչմենտով։ Վստահում եք ձեր յոլդաշ Ադրբեջանին։ Գնացեք վստահեք, ինչ եք ուզում էսնից։ Հանրապետական կուսակցությունն առաջին անգամ նոր անկախ Հայաստանի պատմության մեջ չի մասնակցի համապետական ընտրություններին։ Համագումարում բացատրեցին, թե ինչու։ Կուսակցության նախագահը նաև մի շարք թեզեր հնչեցրեց ներքին ու արտաքին քաղաքականության մասին։ Բարև ձեզ, Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր տողատակեր կբացենք։ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյան, բարի գալուստ կիզակետ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, պարոն Զաքարյան, շաբաթ օրը Երևանում գրեթե միաժամանակ տարբեր տեղերում երկու համագումար էր։ 18-ին երկրի ղեկին, միմյանց փոխարինած ուժերն էին ըստ էության, ԿՊ-ում խոսում էին խաղաղության, դրան տեր կանգնելու, դա իրենց կարգախոսն է, իրական Հայաստանի եւ նմանատիպ այլ բաների մասին։ Ձեր համագումարում Արցախի, Արարատի, Ցեղասպանության հուշահամալիրի, Սարդարապատի նկարներն էին հետևի ֆոնին։ Ելույթներն էլ համահունչ, ոչ միայն նախագահային։ Բայց դուք ընտրության չեք մասնակցում, ԿՊ-ն էլ 8 տարի իշխանության է, տեսեք։ Արդյոք սա չի նշանակում, որ հասարակությունն ընդունում է իրենց քարոզած Հայաստանը, եւ որն է երաշխիքը, որ ձեր ու ընդդիմության այդ այլ թևերի այս տեսլական է, շատ բաներում ընդհանրական է, կհաղթի այս ընտրություններում։ Ես միջև ձեր հարցին անդրադառնալը կուզեի այդ փոխարինել բառին, ասացիք միմյանց փոխարինած քաղաքական ուժը, իրականում փոխարինում չի եղել է իշխանազավթում, ուրա թե փոխարինում լինել ներեվոլյուցիա զարգացում։ Իշխանազավթում հենց հատուկ են նպատակների համար, ինչը որ մենք տեսանք այս վերջին 8 տարիների ընթացքում։ Բնականաբար մեր կուսակցությունը եւ գաղափարախոսության եւ իր արժեքների եւ ասելիքին համահունչ պետք է ունենար համապատասխան նաեւ անտուրաժ, այն ինչը որ բացակայում է մյուսի մոտ։ Մենք հասարակությանը մեր հասարակությանը, որտեղ շատ են հարցերը եղել այս վերջին ամիսների ընթացքում, մենք հասարակությանը փորձեցինք առավելագույն մանրամասն եւ բաց անկեղծ բացատրել իրավիճակը եւ մեր ծանրակշիռ որոշումը։ Ինչու ծանրակշիռ, որտեղ մենք առավել քան վստահ ենք մեր որոշման ճշմարտացիության մեջ մի քանի ասպեկտներով։ Նախ մենք հնարավորություն ենք ստեղծում սեղմել մանիպուլյացիաների դաշտ, այսինքն նախկին ներկա, նախկիների վերադարձ հիմար եզրույթները, որ հասարակության որոշ մասի մոտ մտել է, դա պետքա դուրս գա, դա խանգարում է։ Մարդիկ պետքա հասկանան, որ պետության խնդիր է, ոչ թե իշխանության խնդիր է։ Մենք որպես օրինակ ասում ենք Արգելիներս, այլևս մանդատը կամ մանդատի համար պայքարը եւ դրանով իշխանության մաս կազմելը կամ իշխանություն ունենալը այսօրվա մեր քաղաքական օրակարգում Հայաստանի, ոչ միայն հանրապետականի, չպետք է առաջնային տեղ ունենա։ Որտեղ մենք այն ստանդարտ իրավիճակում չենք, մենք իրոք լուրջ կանգնած ենք պետություն ունենալ չունենալու, այս տարածաշրջանում խաղաղ ապրել-չապրելու խնդրի առաջ։ Եվ այդ պարագայում գնալ ասել մեկը մի քիչ ավելի շատ մանդատ ունի, մյուսը իմիջ ունի, այս մեկը սենց ունի, մյուսի ծրագիր։ Մենք գտնվում ենք շատ էքստրեմալ քաղաքական իրավիճակում եւ հանրապետականը իր օրինակով ցույց է տալիս, որ դրան պետք է համահունչ լինել։ Մենք չենք ասում ձեռքերներս լվանում ենք, գնում ենք տուն եւ հեռուստացույցին առաջ նայում ենք, թե ինչ է կատարվում մեր երկրում։ Ոչ։ Մնալով մեր խրամատում, մենք ասում ենք, որ մեր պայքարը շարունակում ենք իշխանափոխության համար։ Ինչու իշխանափոխության համար, որովհետև դա է լուծումը
այս իշխանություն կոչվածները սրանք ասում են, որ իշխանությունից վերարտադրվելուց հետո շարունակելու են նույն ձևով հիմա էլ արդեն Հայաստանի կործանման եւ Հայաստանի քայքայման գործընթացը։ Եվ մենք դա տեսնում ենք, ինչ որ տեղի ունեցավ Մոսկվայում, ինչ որ տեղի ունենում է շուրջը, ինչ որ տեղի ունենում ներսում, ինչ որ տեղի ունենում ազգային արժեքների դեմ, ինչ որ տեղի ունենում հասարակության պառակտում եւ հասարակությանը ամենաէժանագին խնդիրների շուրջ զբաղացնելուն, հասարակության ամենացածր գիտակցական խավի խոսույթը քաղաքական համակարգ բերելուն, այսինքն շուրջը նայում ես աշխարհում արդեն ատոմային եւ միջուկային պատերազմների մասին է խոսում, գնացել ենք, մենք օրակարգ ենք բերում, չգիտեմ, ասենք ամենապարզ պրիմիտիվ ինչ որ սոցիալական համահունչ է, համարժեք է քաղաքական դաշտի մյուս մասը ձեր այդ մտահոգության, այսինքն ընդդիմությունը մնացածը։ Ցավոք ոչ բոլորը, ընդդիմության հիմնական մասը կարծում եմ այո, որովհետեւ ընդդիմադիր են ուժերը, առաջատար ընդդիմադիր ուժերը, որոնք որ գնում են ընտրության, կարծում եմ, որ իրանց հիմնական նպատակը այո, նաև իշխանափոխությունն է։ Բայց այս նպատակում պետք է միջև վերջ հավատարիմ լինել այս նպատակին, միջև վերջ նվիրված լինել այս նպատակին, որովհետև առանց դրա չի ստացվելու։ Չի ստացվելու, հետո կիսատ բռատ կարկատանային ինչ-որ լուծումներ ավելի վատ է լինելու, որովհետև լինելու անպատասխանատվության մթնոլորտ։ Անհրաժեշտ է, որովհետև ընդդիմության գնացող ընդդիմադիր բոլոր ուժերը ընտրությունից առաջ արդեն պայմանավորվեն բոլոր անելիքների մասին։ Այսինքն ինչ են անելու ազգային ժողովում։ Այո, ինչ են անելու ազգային ժողովում, մինչև վերջ վստահ լինեն, որ իրանց ցուցակներից մարդ չի պակասելու, իրանցից իշխանություն անցում անողներ չեն լինելու, որովհետև 1-2 մարդը կարա պետության ճակատագիր որոշի։ Հա նախագահի երրորդ նախագահի խոսքում էլ կա այդ կասկած, ընդհանրապես կասկած ունեք, որ կարող է որևէ ուժ ընդհանուր առմամբ, որը մտնի պարլամենտ եւ չքվեարկի հանգարտ վերջի պայն կամ գնա դեպի ԿՊ-ի կողմ։ Ոչ թե կասկած, ցավոք, նաեւ մենք դրա դառը, այսպես ասած, բաներն ունենք, փաստերն ունենք, որոնք որ եղել են արդեն։ Եվ այս իմաստով պետք է շատ բան լինել, շատ եւ impeachment-ի գործընթացը մեզ դա ցույց տվեց։ Եվ 21 թվականի ընտրություն եւ դրանից հետո եկած զարգացումները ցույց տվեց։ Այնպես որ այստեղ քաղաքական ուժերին երկաթյա կամք է պետք եւ բոլոր այն գործիչներն, ովքեր հավակնում են հաջորդ խորհրդարանում լինել, ընդդիմադիր գործիչներ, նրանք պետք է պատրաստ լինեն պայքարի մինչեւ իշխանափոխության։ Այլ օրակարգ չկա, ասես գնաս այնտեղ նստես, ասես ես եկել եմ հարկային, ես ինչ բանը 1.5%-ը դարձնել 1.25% կամ ինչ որ մի նմանատիպ ինչ որ մի բան։ Դա ինչ նկատի ունեք, բացենք փակագծը, տեսեք ասում իշխանապահ դիցուկ սցենարը գնացել են, էլի ԿՊՆ հաղթել եւ օրինակ երկու ուժ խոշոր ուժերը մնացել են ընդդիմություն, ինչպես 21-ին եղավ։ Մնացել են ինչ անեն, այսինքն չվերցնեն մանդատները, ինչ անեն։ Հիմա ես կդժվարանամ դա ասել, որովհետև իրավիճակները անդադ դինամիկ փոխվում են։ Փողոցը պարտադիր պետք է լինի անկախ ամեն ինչից, որովհետև այս իշխանությունները կեղծելու են ընտրության արդյունքները, կեղծում են արդեն նաև նախընտրական մթնոլորտը։ Նախընտրական մթնոլորտը ինչ նշանակում, հավասար հնարավորություններ եւ թափանցիկ գործելավոճ եւ այսպես բոլոր քաղաքական ուժերի համար հավասար մեկնարկային դաշտ, մթնոլորտ։ Այսօր ուժային եւ իրավական ամբողջ գործընթացը գործի է դրված, ամբողջ մեխանիզմները գործի են դրված եւ ցանկացած պահին, ցանկացած քաղաքական ուժի դեմ կարող են ամենակեղծ եւ ամենաշինծու մեղադրանքներով ամենատարբեր թեկուզ եւ տեղեկատվական քարոզչական տերորի ենթարկել, այնպես ինչպես 18 թվականին մեր հետ վարվում էին, հա, հանրապետականին, այսպես ասեմ։ Այսինքն գնալ է պարլամենտում նստելը չի լինի իշխան, դա նկատի ունեմ։ Ինչ անել, այսինքն ինչ անել, միավորվել, ինչ անել փողոցում անպայման փողոցային պայքար, ինչ անել ցանկացած բան, երբ որ դա հնարավոր է impeachment-ի օրակարգը գործի դնել։ Համադրությունից հետո նկատի ունեք։ Ընտրությունից առաջ, ընտրությունից հետո բոլոր իրավիճակներում, այո, սահմանադրությունը ինչքանով որ դա թույլ է տալիս եւ ինչքանով որ դա հնարավոր է ռեալիզացնել, անպայման պետք է դա գործի դնել, որովհետեւ առանց իշխանափոխության
ոչ մի բան Հայաստանի Հանրապետության համար անել հնարավոր չի։ Լսում ենք բոլոր քաղաքական ուժերին, տարբեր բաներ են ասում, ծրագրեր են ասում, տարբեր գաղափարներ, մեկը մյուսից լավ, մեկը մյուսից ականջահաճո, մեկը մյուսից կարևոր, բայց դրանք բոլորը տեսություն են, դրանք բոլորը թղթի վրա մնացող դրույթներ են, մինչև քանի դեռ իշխանափոխություն արված չէ։ Այդ Սերժ Սարգսյանը ելույթում ասաց, որ մենք առաջի գծում կլինենք պայքարի, եթե տեսնենք, որ կեղծիքներով է գնում եւ այլն եւ այլն։ Դա ինչ է նշանակում, տողատակ կբացեք, կարող է կներեք, դա է ասում, մինչև ընտրությունների մոտ փուլում կարող է հանրապետականը հենց նախաձեռնի փողոցային պայքար եւ այդպես շարունակի մինչև այո, չի բացառվում եւ դա շատ իրական եւ իրատեսական է մեկ, որովհետեւ մենք կաշկանդված չենք նախընտրական կամ զբաղված չենք, այդպես ասած նախընտրական օրակարգերով։ Երկրորդը մենք տեղեկատվական, մեր քարոզչական տեղեկատվական գործողությունները պետք է ուղղված լինեն նախ եւ առաջ մեր հասարակության ընտրության գնալու կոչին, դա շատ կարևոր։ Այսինքն երկու ուղղություն, հասարակությանը տանել ընտրության եւ փողոցը կոպիցը թեժ պահել։ Բացատրել հասարակությանը, թե ինչքան կարևոր է, որ իշխանափոխություն լինի։ Գիտեք, երբ որ մասնակցում եք, դուք արդեն կաշկանդված եք քարոզել եւ կոչ անել միայն դեպի ձեզ, հա, որը մեր պարագայում այնպես չի, որ ասենք շենց շատ լայն հասարակությունը ոգևորված է մեզ ձայն տալով։ Իհարկե մենք ունենք մեր կայուն էլեկտորատը եւ վստահ ենք, որ մասնակցելու դեպքում շեմը հաղթահարել ենք։ Նորից եմ կրկնում, վստահ ենք, շեմը հաղթահարել ենք, բայց այս իրավիճակում մի փոքր նաեւ ինքնազոհողության հանրապետական ինքնազոհողության օրինակը հանդիսանում, բայց փոխարենը պայքարի եւ գործողությունների նախընտրական այս փուլում այլ դերակատարություն ստանձնելով։ Այսինքն կարող է հնարավոր է ինչ-որ մի բան կնքվի հանրապետականի կողմից, մի կողմից, մյուս կողմից, ովքեր որ մասնակցում, որ գիտեք ինչ դուք գնացեք ընտրական ճակատը, մենք էլ փողոցային ճակատով ձեզ պարտադիր չի դա ինչ որ թղթի վրա գրվի, հա, դա կարա լինի ընդհանուր ընդդիմադիր համաձայնությունների դաշտ։ Չեք բացառում նման բանը։ Ոչինչ բացառել հիմա պետք չի, որովհետև բոլոր այն ուժերը, ում նպատակի իշխանափոխությունն անկեղծ նպատակ է։ Այդ ուժերը միշտ ցանկացած պահին համատեղ գործողությունների պատրաստակամություն պետք է ունենան, դրա համար չեն բացառում։ Երբ որ կգա պահը, որ այդ գործողություններն անել եւ այդ ուժերը կխուսափեն, այդ դեպքում ողջամիտ կասկած կառաջանա այդ ուժերի ազնիվ եւ անկեղծ լինելու մեջ իրանց գործողություններում։ Տեսեք, ընտրությունին չեք մասնակցում նաև որ չպարակտեք, նաև, հա, դա էլ շեշտեց։ Դուք պարակտել ասելով ինչ բան, հենց այդ նախկին ներկա, չգիտեմ, փոշիացնելու խնդիր կարող է առաջանալ միանշանակ, նորից եմ ասում, մեր պարագայում չփոշիացնելու խնդիրը չի առաջանում։ Կանցնեք շեմը, բայց նպատակը շեմը հասնելը չէ, ճիշտ եմ հասկանում։ Տեսեք, ու ձեր կողմնակիցներին կողմնակիցների ձայներով օգնելու եք, հա, բայց կոչել չեք արել, գնացեք կոնկրետ այս ուժին ընտրեք։ Բայց պատասխանեք նախագահը հետո արդեն լրագրողների զրույցում երկու հետաքրքիր հայտարարություն արեց, որ ասաց առաջինը շատ անսպասելի, հաշվելով քաղաքական դաշտում տարածված խոսակցությունները, որ ես ասած շատ-շատերից ավելի եմ ցանկանում, մեջբեր որ Հայաստան դաշինքը հաղթահարի շեմը, բառացի մեջ չհաղթահարի եւ ինչ մեծ կտոր Նիկոլը նվեր կստանա։ Եվ կասկած կա, այսինքն կներեք, որ չի հաղթարի, եթե խոսում ենք ընդհանրապես, իրենք խոսում են ընդհանրապես հաղթանակի մասին, դրա համար եմ ասում։ Նիկոլ, մենք դրա համար ասացինք ընտրությունների, եթե ընտրությունների է գնում այս իշխանություն կոչվածների հետ, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամեն ինչի պետք է պատրաստ լինենք, այնպես որ ցանկացած կասկած ողջամիտ է։ Ցանկացած կասկած։ Ինչի որևէ մեկը վստահ էր, որ Արցախը չեն հանձնելու։ Որը մեկը վստահ էր, որ կարող է 18 թվականին մեր ունեցած իրավիճակից 3 տարի հետո գանք 220 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածք ունենանք։ Որևէ մեկը վստահ էր, որ դարավոր ավանդական դաշնակցի հետ նման բաց զրույց կարա գնա իլուր եւ իտես աշխարհի։ Որևէ մեկը վստահ էր, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կարան տենց հանգիստ կամարանքով եւ քմծիծաղով Հայաստանում սահմանադրական սահմանադրություն փոխելու օրակարգ թելադրեն։ Այսինքն որևէ մեկը վստահ էր, որ ինչ որ մեկը կարա Հայաստանում վեր կենա, ասի կամ ինձ կընտրեք կամ պատերազմ կլինի։ Նման ցնդաբանություններ, նման այսպես ասած ողբերգական ժանրի անհեթեթություններ մենք տեսել ենք, դրա համար այսօր ամեն ինչի համար սենց մենք այն ամենը ինչը որ նպաստելու է իշխանության, մենք այդ ամեն ինչի համար դողում ենք։ Հակականները վստահ չեք, որովհետև ոչ թե
հասարակություն ժողովուրդը չի ընտրի այդքան Հայաստան դաշինքին, այլ որ Փաշինյանենք չեն թողնի։ Այո, ճիշտ եմ հասկանում դու միտքը։ Փաշինյանենք այսպես ասած ամեն ինչ կանեն, որ գործընթացն աշխատի օգուտ իրանց։ Եվ պատրաստ են ամեն ինչ անել, եւ իրանց հասկանում են, որովհետեւ իշխանություն կորցնելը իրանց համար նշանակում է շատ ծանր հետևանքներ։ Ինչ հետևանքներ։ Նախագահ ասում է պետք է պատժեն բոլորը, դա է նշանակում։ Եմ ասում, Հայաստանի Հանրապետության հետևանքների, Հայաստանի Հանրապետության համար ծանր հետևանքները, եթե իրանք շարունակում են իշխանավարել, իրանց համար պատասխանատվության դժվար ժամանակ է սկսվում, եթե իրանք կորցնում են իշխանությունը։ Այս բանը եւս այս պահին գոյություն ունեցող ճշմարտությունների մեջ է։ Մյուս շարունակությունը Սերժ Սարգսյանի խոսքի, ասած այսօր ընդդիմության առաջատար ուժեղ Հայաստանն է, այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել։ Սա այստեղից կարող ենք ենթադրել, որ հանրապետականում այդուհանդերձ ավելի շատ հակված են անդամները քվեարկել են ուժեղ Հայաստանի օգտին։ Ինչ կարող ենք այստեղից ենթադրել, ինչ կար սրա տակ։ Մենք այսպես ոչ մեկին չենք այսպես խոչընդոտելու ընդդիմադիր այս կամ այ ուժին քվեարկելու մեջ ընդհանրապես մեր այսպես գլխավոր խնդիրը, որ արմատական ընդդիմադիր ուժերը կարողանան խորհրդանական ընտրությունների արդյունքում հասնել իշխանափոխության։ Այդ ճանապարհին, այո, ամենածանր դրոշը, ավանգարդը, լոկոմոտիվը այս պահին ուժեղ Հայաստան կուսակցությունն է։ Եվ պետք է ամեն ինչ անել, որպեսզի իրանց հաջողության ավելի հաստատ լինի եւ ավելի այսպես հիմնավոր։ Նաեւ պատասխանատվությունը այդ բնականաբար իրենց պատասխանատվության մասին բոլոր իշխանափոխությունից հետո պատասխանատվությունը բոլորինն է։ Չէ, նկատի ունեն պատասխանատվությունը որպես լոկոմոտիվ անելու այդ իշխանափոխությունը։ Իհարկե, դրանով է վստահությունը, որ տրվում է, վստահություն առաջացնում է նաև պատասխանատվություն, չէ։ Այսինքն ընդդիմադիր ուժերը եւ ուժեղ Հայաստանը եւ Հայաստան դաշինքը եւ մյուս ընդդիմադիր ուժերը առաջարկ Հայաստանին ծրագիրը, ովքեր որ արդեն հայտարարել են մասնակցելու, բնականաբար իրանք շատ լավ հասկանում են, որ գնում են իշխանափոխության միջոցով իրացնելու իրենց ծրագրերը։ Գնում են իշխանափոխության միջոցով կանգ ստոպ տալու այս քայքայման եւ կործանման գործընթացը։ Ձեր դիտարկումներով հասկանում են, թե այդուհանդերձ համար 1 ընդդիմության համար պայքար է։ Չէ, համար 1 ընդդիմության համար պայքարի այս ձևով չէ լինում եւ չեմ կարծում, որ այն ուժերն են, որոնց գերնպատակը ընդդիմություն լինելն է։ Եթե ուզում ես քո երկրի համար ինչ-որ մի բան անես եւ իշխանությունդ լավն է, դու քաղաքական գործունեությամբ զբաղվելու արդյունքում կարող ես ձգտել լավ ընդդիմություն լինել, որպեսզի լավ իշխանությանդ միասին կարողանաք ել ավելի օգտակար եւ ել ավելի հավասարակշռած ճշգրիտ լուծումների տանել երկրին։ Բայց եթե քո իշխանությունը դավադիր ու վատ քայքայիչ իշխանություն է, դու այլ լավ ընդդիմությունն արդեն իշխանափոխող ընդդիմությունն է։ Ոչ թե այդ քայքայող իշխանության հետ գնալ խորհրդարանում, չգիտեմ, արծու պատասխանի կամ բանավեճի մեջ մտնել։ Այդ 21-ի դասերը 5 տարի յուրացրել են ձեր կարծիքով։ Կարծում եմ, որ այո, էլուր, եթե ոչ։ Լավ, այս պարագայում խորհրդարան գնացին եւ մինչեւ խորհրդարանը, հա, ասում եք, որ կարող է փողոցային պայքար կամ հետո։ Այս հնչեցրած թեզերի շուրջ Սերժ Սարգսյանի, կարող եք ասել, կան արդյոք գոնե նախնական ինչ-որ կոնսուլտացիաներ այդ հիմնական ուժերի հետ, ում մասին որ նոր խոսում էինք, որ եկեք այսպես անենք, բացի հրապարակային նախագահի ելույթից, արձագանքներ իրենց կողմից, ազդակներ կամ ինչ-որ քննարկումներ, ինչքանով հնարավոր է։ Կարծում եմ, որ կլինեն։ Իրեք մեր համագումարը 18-րդ համագումարը ինչ որ առումով նաև այսպես լակմուսի թուղթ է լինելու քաղաքական ուժերի համար։ Մենք ոչ թե մրցակցության կամ մրցակցայնության ձեռնոց ենք նետել։ Մենք համագործակցության եւ համախմբման ձեռնոց ենք նետել։ Մենք ասում ենք հանուն գլխավոր նպատակի մենք չենք մասնակցում։ Եվ պատրաստ ենք յուրաքանչյուրի թիկունքից հրել դեպի առաջ։ Ով որ դրա կարիքն ունի։ Հետևաբար կհամաձայնվեն հրվել թե ոչ լակմուսի թուղթը դրանում է, հա, ճիշտ եմ հասկանում։ Եթե բոլորի նպատակ իշխանափոխությունն է, վստահ եք իշխանափոխությունը կստացվի ընտրություններով թե իմպիչմենտով։ Հետևաբար եկել է արդեն նաև վճռորոշ պատ, այսինքն պատմական այդ անցման փուլ։ Մենք անցնում ենք քաղաքական համագործակցությունից
համագործակցության դաշտ, թե էլի շարունակում ենք մրցակցությունը այս անգամ արդեն ընդդիմադիր դաշտում։ Որովհետև Նիկոլենք, երբ որ եկան իշխանության, իրենց գլխավոր առաջնային խնդիրը մինչև այսօր դա երևում է, տրոհել քաղաքական դաշտը։ Տրոհել ինչքան հնարավոր է մանր, որովհետև մանր եւ տրոհված քաղաքական ուժը անկարողության արդեն գնում։ Բացի խոսելուց կամ պարբերաբար ինչ-որ հայտարարություններ անելուց այլ ընդունակություններ չունի։ Եվ այդ տրոհվածության մեջ իրանք կարողացել են անել այն ինչ-որ արել են։ Բոլոր տեսակի աղետալի հետևանքներով։ Մենք մեր հիմա այս խնդիրը դերաբաշխված համախմբվածությունն է, որովհետև դա պետք է լինելու նաև իշխանափոխությունից հետո։ Եթե իշխանափոխություն արեցինք, էլի դաշտը մնաց տրոհված, հիմա էլ իրար վեճ ու այսպես ասած կռիվը այլ ուժերի մեջ է տեղափոխվում, ով է ճիշտ, ով է սխալ, ով է ավելի բոյով, ով ավելի ցածրահասակ, այս խնդիրները եթե շարունակվեց, ամեն ինչ անիմաստ է։ Մենք ասում ենք իշխանափոխությունից հետո եւս սկսվելու է ծանր պատասխանատու, մենք յուրաքանչյուրս մեր ժողովրդի համար առաջ յուրովի պատասխանատու պետք է լինենք։ Հետոյի մասին ձեր բանաձևում էլ կար հետոն ինչ պիտի լինի։ Չեք կարծում, որ կարող է հետոն ոչ պակաս կարևոր է, քան այսօր եւս համախմբված լինելը։ Հենց ձեր ասած պատկերավոր հրելու process-ը, որ ասում եք հրենք, օգնենք, չեք մտածում, որ մյուս ուժերից կարող է կարծեն, որ դուք դրանով նաեւ ակնկալիք կունենաք, անկախ նրանից մասնակցում եք ընտրություններին, թե չէ, վաղը իշխանության ձևավորման մեջ դեր խաղալու, պաշտոնի, չգիտեմ ինչի, հանրապետականը կարող է վստահեցնել օրինակ, որ այդպես չէ եւ իրենք հավատ։ Մենք ակնկալիք ունենք դրա մասին, պարզ ասում ենք։ Մի ակնկալիք ունենք իշխանապողություն։ Եվ դրանից հետո մեր պետությունը այս իրավիճակից դուրս բերել։ Սա է մեր ակնկալիք։ Մեր ընկերների ելույթներում էլ ուղղակի հիմա չեմ հիշում, մի քանի անգամ տարբեր ձևերով ասվեց մեզ պաշտոն չի պետք է, մեզ հայրենիք է պետք, մեզ պետությունն է պետք։ Ումա պետք է պաշտոնը, որտեղ ցանկացած օր, ցանկացած ամիս ինչ որ մի բան պետությունդ կարող է կորցնել։ Քո ժողովուրդը կարող է տուժվել, վնասվել։ Պաշտոններ շատ ենք, այսպես ասած, որպես իշխող քաղաքական ուժ պաշտոններ եւ պաշտոնյաներ ունեցել եւ դրա ծանր բեռնել գիտենք։ Մեզ պետք է պետություն, այսօր դրա համար ասում ենք իշխանապողությունը գլխավոր լուծումն է։ Դրանից հետո սկսվում է արդեն այլ պատասխանատվություն։ Այո, եթե տեսնենք, որ հետո շարունակությունը ինչ որ քաղաքական ուժեր իրենց պարտականությունները լավ չեն կատարում, իհարկե քաղաքականությունը անընդհատ պայքարը, անընդհատ գործընթաց է, այնպես չի որ ասենք ինչ որ մի բան արեցինք, ավարտեցինք, հասանք ֆինիշին եւ վերջ գնում ենք արդեն։ Դա անընդհատ էստաֆետաներով շարունակվող գործողություն է։ Մենք հանրապետականի համագումարը նաեւ ցույց տվեց հանրապետականի նոր սերնդի լինելը, գոյությունը, նրա հայացքները, մոտեցումները, նրա խոսքը, նրա պատասխանատվությունը, նրա հայրենատիրությունը։ Դուք կետեր եք նշում, օրինակ եթե Փաշինյանին հաջորդողը կներեք, այդ թեկուզև այսօրվա ամենակարկառուն ընդդիմադիրը, Փաշինյանին հաջորդողը սկսի կիսատանել ինչ-որ բան, կամ ավելի հանրապետական էլ է կոշտ ընդդիմությունն է լինելու։ Մանավանդ ձեր կետերն էլ ունեք, ձեր կետերին չհամապատասխանեց օրինակ։ Իհարկե, վերականգնման։ Իհարկե, եթե ինչ-որ մի բան, ինչ-որ մեկը սխալ անում, մեր կուսակցության ներսում եթե ինչ-որ մի մեկը ինչ-որ մի բան սխալ անում, անպայման ասվում է դրա մասին։ Այսինքն Չէ՞ որ իշխանությունն ասում է դուք բոլորդ մի կենտրոնից ղեկավարվող եք։ Որ կենտրոնից։ Հյուսիսային կենտրոնից, բոլորը։ Հյուսիսային կենտրոն Մոսկվայից բոլորդ։ Եվ այսինքն ձեր մյուս գործընկերական իշխանության ինչ տարբերություն։ 48 անգամ ինքն է գնացել։ Ամենաշատն է գնացել։ Բոլորից։ Իսկ մեկը մյուսի դեմ դուք չեք գա անկախ որևէ պարագայում եւ այլն հետո եւ ընթացքում դա նկար։ Բաքվից ու Անկարայից կառավարվողը չպետք է որևէ մեկին ինչ որտեղից կառավարվելու մեջ մեղադրի։ Պես որ այդ հայտարարությունները բան մեր համար ոչինչ չի նշանակում։ Մենք գիտենք, մենք որտեղից են կառավարվում, դա մեր ծրագիրն է կուսակցության, մեր կանոնադրությունն է ու մեր աշխարհայացքն է։ Ու մեր պետությունն է, մեր պետության շահերն է, մեր փորձն է, մեր գիտելիքներն են։ Իսկ որտեղ որ ունենք համատեղ շահեր, այո, նաև համագործակցում ենք եւ համագործակցել ենք։ Այսօր էլ որպես կուսակցություն եւ ԵԺԿ-ում եւ
Միացյալ Ռուսաստան կուսակցության հետ եւ Չինաստանում մեր հարաբերությունները շարունակվում են այնպես, որ այդ հարցում են թող անօգ լինեն։ Քանի այդ մայրաքաղաք գնացինք, ինչ է շատերը արդեն տվել են գնահատական։ Պուտինի այդ բաց տեքստով, բացվածքով մանրամասն տնտեսականը հատկապես, հա, գազ եւ այլն գյուղմթերք, դա ինչի մասին էր խոսում։ Ուղղակի խոսույթ էր, որ զգաստ պահեր, հետո Օվերչուկն էլ նաեւ նկատի ունեմ ավելի շատ շարք։ Երեք հասավ մինչեւ ավիահաղորդակցության, որ կդադարի Օվերչուկը, Պեսկովը, հատկապես Օվերչուկը։ Այս շարքը, հա, մենակ Պուտինի վրա չկենտրոնանանք, այդ ինչ է նշանակում։ Այսինքն ուղղակի ասում են, թե արդեն բաց խաղաքարտերով են խաղում, ինչ որ իրական իրենց համար իրական վտանգ են տեսել, թե օրինակ ավելի հեռուն մեսիջ են ուղարկում հայ ժողովրդին, որ այ իրեն մի ընտրեք, գնացեք ընտրեք, այն որ ասում էր մեր ուղղել ասում էր պրոռուսական ուժերի, ինչ է սա։ Իսկ հայ ժողովրդին չեն մեսիջ ուղարկում, Հայաստանի այսպես կոչված իշխանություններին, անկեղծ զգուշացնում են Չկնայք ինչի է բաց դա, հենց դա ոչ խնդիր էր, ինչի փակ դռների հետևում չէր։ Ինձ թվում է այդ բաց լինելու խնդրանքը կամ ցանկությունը հենց տեղից է եկել։ Ենթադրում եմ, որովհետև երևի թե ինչ որ տեղեր, ինչ որ կենտրոնների ցույց տալու բան ունեն։ Ենթադրում եմ։ Այլապես եթե կողմերը ըստ բանի արարողակարգի պայմանավորվում են, որ փակ հիմնական խնդիրները խոսում են փակ ռեժիմով, այդպես էլ լինում է։ Երևի թե ի սկզբանե ինչ որ կողմերից մեկը խնդրելա, որ բաց խոսա, չեմ կարծում թե Ռուսաստանը խնդրելա, որ այդ թեմայի շուրջ բաց խոսի, որովհետև բաց խոսալու այլ ձևաչափեր հաստատ կունենար։ Իմ ավելի տրամաբանական է, որ Հայաստանի կողմից այդ խնդրանքը եղած դի։ Այսինքն մեսիջը նախընտրական չէր ուղղված ժողովրդին։ Տեսեք, բայց իհարկե երևի մյուս կողմն էլ ասել է դե եթե բաց պետք է խոսենք, ուրեմն պետք է խոսենք միջև վերջ, դրա համար խոսել են բոլոր հնարավոր խնդիրների վերաբերյալ։ Այո, արդյունքում անուղղակիորեն ուղղված է ժողովրդին եւ գազի գնի տարբերության մասին զրույց է, այսինքն 177 եւ $600 մոտավորապես 3.5 անգամ տարբերություն, այսինքն եթե Նիկոլը 10,000 դրամով թոշակը բարձրացնում է, հետո նաև 30,000 դրամով գազն է բարձրանալու, հիմա մեր քաղաքացիները պետք է հետևություն անեն։ Եթե, չգիտեմ, դեղը այս պահին ձրի է, բայց հետո մարդիկ կորցնելու են աշխատատեղերը, որովհետև Հայաստանի արտադրական կարողությունների համար ռուսական շուկան կամ փակ ալնելու կամ սահմանափակ կամ դժվար մատչելի, մարդիկ ստեղ կորցնելու են աշխատատեղերը, աշխատանքը, բիզնեսը, միջին եւ խոշոր բիզնեսի համար ծանր ժամանակներ են սկսվելու, եթե Ռուսաստան արեցեն ինչ որ Օվերչուկն ասում եւ փոխարենը ոչ մի շուկա, ոչ ֆրանսիական շուկան է մեր առաջ բացվելու, ոչ գերմանական, ոչ Էստոնիայի, ոչ Լատվիայի, ոչ էլ Ռումինիայի, ոչ մեկի շուկաներ մեր համար չի։ Մի վարքան, դա միջամտություն չէ, թեկուզ անուղակի մեր ներքին գործեր, այսինքն անել հայտարարություններ, որոնք ակամա օգնում են իր ասած, հա, իրեն կողմնակից պրոռուսական իր խոսքով ուժերին։ Միջամտություն չի մեր ներքին գործերին, երբ որ ասենք այսպես կոչված ֆինանսավորվում է բանի հիբրիդային ինչ որ բաների։ Դες գալիս ենք օգնենք, որ ձեր ընտրությունները ավելի քիչ խոցելի լինեն, օրինակ։ Դա նաև կարող են ասում են չէ՞ դες մտածում կարող ընդդիմությանն էլ վրա էլ կիբերհարցակումներ լինեն, ով ասում մենակ իշխանությանն ենք օգնում։ Դե հիմա ում սուվերեն իրավունքն է իր գազի գինը որոշելը։ Ռուսաստանի բնական։ Ում սուվերեն իրավունքն է այս կամ այն երկրին շուկայի երկրի արտադրության նկատմամբ, ասենք, բաներ սահմանելը, կանոններ սահմանելը։ Կամ լարսը փակելը։ Կամ ինչ որ մի բան, այսինքն պետք է ընտրել մեր ժամանակել այդ խնդիրները եղել է, չէ՞, այդպես պետք չի որ պետությունների շահեր են եւ դրանք առաջին անգամ չի որ տեղի ունենում, հիմա եթե դրանից պետք է հետեւություններ անի մեր ժողովուրդը նաեւ։ Վրաստանը հետեւություններ արեց իր ընտրություններում։ Այսինքն սա շանտաժ չէր։ Դե հիմա հայ ժողովրդին կամ Վրաստանին շանտաժեր թե չէ, որ Վրաստանի ընտրություններում ասում էին խնդրեմ, ընտրեք Ուկրաինայի օրինակը, կամ ընտրում եք Ուկրաինայի օրինակը, հիմա տեսեք ինչ է կատարվում Ուկրաինայում, կամ ընտրում եք խաղ
ձևով զարգացման ճանապարհը։ Հայ վրացի ժողովուրդը ընտրեց խաղաղ ձևով զարգացման ճանապարհը։ Պուտինը գույները չէր խտած, մասկա իրոք Հայաստանին սպառնում է կամ իր ասած տարբերակը կամ կա նման բան։ Փաշինյանը կգնա հերու։ Ձեր կարծիքով ինչ են ուզում ադրբեջանցիներն ու Ադրբեջանը Թուրքիան Հայաստանից։ Գրված է իրենց օրենքներում ինչ են ուզում։ Սահմանադրության մեջ էլ կա եւ այլն։ Ինչ են ուզում։ Չէ, ասենք մեր ժողովուրդն իմանա։ Տարած որ դուք ասեք։ Ճիշտ է, հարցերի պատասխանը որ դուք եք, հա, բայց չէ։ Չէ, դա փաստ է, դրա համար ասենք ոչ իմ իշխանության մաքսիմալ նվազում, տարածք ինչ որ առումով եւ այլն։ Այո։ Ինչով ենք մենք հակակշռում։ Ինչով ենք մենք լավագույն դեպքում։ Լավագույն դեպքում։ Ինչով ենք դա հակակշռում եւ հակակշռում։ Ի վերջո տասնամյակներով մեր պատմությանը որ նայում ենք, մենք ենք չէ գնացել ռուսներին խնդրել տասնամյակներ շարունակ վերջը եկել են։ Այս տարածաշրջան ռուս-պարսկական եւ ռուս-թուրքական պատերազմների արդյունքում ձևավորվել է հայկական մարզ։ Չի եղել, հայկական մարզ էլ չի եղել։ Ձևավորվել է դա։ Հիմա մենք ինչ ենք ուզում։ Աշխարհն ասում է ամբողջ բոլոր տեղերում պատերազմներ է, ստատուս քվոները չկար, միջազգային իրավունք չկա։ Ոչ մեկ իրավունքը չի հարգում։ Դուք ինչ եք ուզում։ Վստահում եք ձեր յոլդաշ Ադրբեջանին։ Գնացեք վստահեք, ինչ եք ուզում էսնից։ Բայց որ հարձակվեց ձեր վրա նորից մի տարի, երկու տարի հետո չգաք մեր դուռը թակեք։ Հենց անգամ թակեցինք չեկաք, այսինքն կգաք, վստահ ենք որ կգաք։ Դե էլ չեն գալու։ Ով որ գալու է գնացեք նրա հետ բան արեք։ Դե հիմա մենք պետք է մտածենք, ֆրանսիացիները գալու են։ Եկան, կիլիկը։ Անգլիացիները գալու են։ Այսինքն ավելի հավանականը մեջներից որ ռուսներն են, ճիշտ եմ հասկանում դες։ Ոչ թե հաստատ այլ ավելի հավանական։ Եթե ինչ-որ մեկը պետք է գա, եթե ինչ-որ մեկը պետք է գա։ Առաջին հերթին մենք պետք է մեր խնդիրները լուծենք։ Բնականաբար։ Եթե այսօր մեզ թվում է թե ամերիկացիները ասենց Իսրայելի խնդիրն են լուծում, Իսրայելի համար են մտել պատերազմի մեջ, ոչ իհարկե, ասենք ամերիկացիները այդքան միամիտ չեն, որ ինչքան էլ սիրեն Իսրայելին, ինչքան էլ Իսրայելի անվտանգության երաշխավորը լինեն։ Յուրաքանչյուրը իր պատերազմն է վարում։ Այնպես չի, որ Իսրայելը մտավ պատերազմի մեջ, ամերիկացիներն էլ ափաթափալ եկան, տեսան չի կարողանում, եկան օգնության, չէ՞։ Այդպես չի եղել։ Հիմա մենք մեր վրա որ լինի ագրեսիա, մենք ինչ ենք անել։ Ինչ ենք անել, այսօր լուծումը ո՞րն է այս իշխանության։ Կա լուծում։ Ընտրեմ ես ոչ թե այս կամ այն խաղաղությամբ կանխում են դա։ Խաղաղությունը այդ կանգնիր խաղաղության պատերազմների միջև եղած ժամանակն է։ Քաղաքական լեզվով ինչ նշանակում խաղաղություն։ Այս պատերազմից մինչև հաջորդ պատերազմը այդ տարածքի ժամանակահատված կոչվում է խաղաղություն։ Հաջորդ պատերազմը հեռու չի Նիկոլի պարագայում։ Կարա մի տարի հետո լինի, կարա տարուկես հետո լինի, կարա 3 տարի հետո լինի։ Ինքը ասում է մեր երաշխավորը սկզբում ասում էր տրիպն է։ Հիմա ասում են Ադրբեջանն է, հետո ասելու են Թուրքիան։ Այսինքն չկա երաշխավոր։ Իրանք էլ չգիտեն ով է։ Չեն ուզում ասեն Ռուսաստանն է, որ իր էլեկտորատը չասի դե լավ, մեզ գժի տեղ ես դրել, հասկացանք։ Մեկ են էս ասում, մեկ են էս ասում։ Վերջին արձագանքը։ Չեն ուզում ասեն Եվրոպան է, որտեվ Եվրոպան այսօր ինքը խնդրեմ ունի։ ՆԱՏՕ-ն քանդվում աշտներից առաջ, այսինքն այդ գործընթացը կարա տեղի ունենա, շատ իրատեսական է։ Ու կարա նաև տեղի չունենա, բայց այս պահին դա օրակարգային հարց արդեն ամերիկացիների համար։ Երեք այսօր առավոտյան Ռուբիոյի ելույթն էի լսում եւ հիմնավորում են թե ինչու կարա քանդվի ՆԱՏՕ-ն։ Մերձավոր Արևելքում կրքերը ոչ թե անդրադառնում են, այլ ավելի են բանանում։ Այսինքն մեր շուրջը էս բոլորը պատերազմա լինելու, մենք Ադրբեջանից ցած խելոք նստելու ենք իրար դիմաց նայենք, ասենք խաղաղությունը կամ Թուրքիայի հետ։ Ըստ իշխանության այո, եւ վերջին հարցը, մենք առաջին անգամ հա իրար հետ ամիջական ենք արել ամեն ինչ առանց երաշխավորների ու միջնորդների ու այդպես լավ է, այդպես ճիշտ է։ Վերջի հարցը էլի ներքաղաքականով ավարտենք։ Մի թեզ կա տարածված, որ Ռուսաստանի նույն, քանի որ Ռուսաստանից ենք խոսում, ամենագլխավոր շահերից մեկն ենք, հա, Ռուսաստան այսպես թե այնպես այս կոնֆիգուրացիան Հայաստանի քաղաքական դասավորությունը ձեռնտու է։ Անկամ եթե ընդդիմություն, իշխանափոխություն չլինի, կլինի Փաշինյան, որին դեռ վերահսկում են ինչ-որ կերպ, եւ իրենց կողմից 100%-անոց վերահսկելի ընդդիմություն խորհրդարանում։ Ինչ եք կարծում, այդպես են մտածում Մոսկվայում։ Ես չեմ կարծում, որ Մոսկվայում բոլոր տարբերակներով են։ Չեմ կարծում։ Հասկանում եմ ինչ եք ասում։
Չեմ կարծում, որ այդպես է մտածում Մոսկվայում։ Այլապես այդ զրույցները չէր լինի։ Այդ զրույցները այսքան խորքային են, հա, դա բան չի, հա, այդ քաղաքական անտուրաժ չի ինչ որ դե, չէ։ Չեմ կարծում, որ դա այսպես բեմականացված ինչ-որ գործընթաց է նախընտրական տրամադրություններ սերմանելու համար։ Ենթադրում եմ, որ իրականությունն է, որովհետև նոր չի, որ սկսել են խոսել դրա մասին, բավական երկար ժամանակ էքսպերտային հանրություններ խոսում, տարբեր պատգամավորներ էին խոսում, եւ դա տրամաբանական հասկանում եք, այսինքն ուրիշ Ռուսաստան չկա, դա Ռուսաստանը։ Սիրում եք, չեք սիրում, լավն է, վատն է, այդպես է Ռուսաստան իր խնդիրները լուծում։ Այդպես հայտնվում է պատերազմների մեջ, այդպես դուրս է գալիս պատերազմներից, մեկ շահում է, մեկ կորցնում է, նորից է, այս է Ռուսաստանի պատմությունը։ Ի տարբերություն 21-ի, այսինքն հիմա իրանք լրջորեն են ավելի շահագրգռված ու տրամադրված, որ 21-ին հաստատ չեն խանգարել Փաշինյանի վերարտադրությունը։ 21-ին Արցախը կար, 21-ին խաղապահները կային, 21-ին կար ստորագրված երակողմ համաձայնագիր։ 21-ը ուրիշ իրավիճակ էր, 21-ին Ուկրաինայի պատերազմ չկար։ Եվ քիչ էր այդ ժամանակ հավանականությունը, որ Ուկրաինայում կարող է պատերազմ լինի։ Այսինքն դա լրիվ այլ իրավիճակ էր։ Հիմա մենք խոսում ենք այսօրվա իրավիճակին, կարող այս 26 թվականի աշնանը լրիվ ուրիշ իրավիճակ լինի եւ բոլորովին այլ զարգացումներ լինեն։ Ու մենք հայտնվենք Արցախում նորից ենթադրենք։ Ամեն ինչ է հնարավոր այսօրվա աշխարհում, ոչինչ բացառել պետք չէ։ Կամ Աստված մի արածце սկսենք Հայաստանի մատույցներում նոր բան անել, այսպես ասած, սպառնալիքների դեմն առնել։ Այսինքն այդ զարգացումների անի վրա պետքա մեծ պետությունները մի քիչ ավելի շուտ են տեսնում այդ ռիսկերը, որովհետև իրանք են հենց շատ դեպքերում հարուցում կամ իրանք են գործընթաց սկսում, իրանք էլ կառավարում փոքր պետություններն էլ արանքում ով խելացիա չի տուժվում, ով չի հասկանում, որպես կանոն տուժվում է։ Որպես ամփոփ կարող նշել, որ այսինքն ի տարբերություն 21-ի կամ 21-ի համեմատ արտաքին ու ներքին քաղաքական պայմանները ավելի բարենպաստ են իշխանապողության համար, կարող պնդել նման բան։ Ներքինը այո, արտաքինը ոչ։ Դեռ ոչ։ Ոչ, արտաքինը ընդհակառակ, արտաքինը արևմուտքը ամբողջ արևմուտքը չի թաքցնում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ միասին իրենց տեխնացուն Նիկոլ Փաշինյանն։ Բայց հասարակության մեջ դժգոհության մակարդակը շատ մեծացել է։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ կիզակետում այսօր Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանն էր, կիզակետի թողարկումներն ուշադրել տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք։